Նինո Ծմինդայի կլինիկայի մենեջերի պաշտոնում վերանշանակվեց տարիներ առաջ հաստատված տնօրեն Արմեն Զալալյանը։ Նոր մենեջերի նշանակումը նպատակ ունի ապահովել հաստատության կայուն զարգացումը եւ շարունակական բարեփոխումները, հիմք ընդունելով նախկինում ձեռք բերված փորձն ու արդյունքները։ Այսօր անցկացված հարցազրույցի ընթացքում պարոն Զալալյանը մանրամասնեց կլինիկայի զարգացման առաջիկա քայլերը։ Նա նշեց, որ առաջնահերթություն է տալու բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, ժամանակակից սարքավորումների ներմուծմանը եւ տեղական մասնագետների վերապատրաստմանն ու մասնագիտական զարգացմանը։ Բարև ձեզ, շնորհակալություն այցելության համար։ Ուրեմն ծրագրերի հետ կապված այս բանը ասեմ, որ շատ շուտ է, որ ինչ որ այսպես ռիսկի արտահայտություններ ունեմ եւ այլն, բայց ծրագրերը իհարկե կան առաջնահերթ ամբուլատոր ծառայության որակի բարձրացման խնդիր կա, որ այս բանը ես նկատել եմ, թե դա կապված է թե մասնագետների հետ, թե ներքին մեր ունեցած ռեսուրսների հետ, տեխնիկական հարցեր կա, որով ակտիվ հիմա արդեն սկսել ենք զբաղվել, երևի թե մինչև ամսվա վերջ կունենանք որոշակի ռեզուլտատներ։ Մեր ազգաբնակության ակտիվությունը անշուշտ կարևոր է, շատ կարևոր է, որ ազգաբնակությունը ակտիվ եղնի հիվանդանոցի հետ կապը, այսպես կոչված ՈՒԲՆԻ էքիմիի հետ կապը, էկթանիի հետ կապը, քույրերին ու բժիշկների հետ կապը ակտիվ եղնի, որովհետեւ հասկանանք ինչն ենք բաց, ինչը կենանք ավելի որակավոր է, ինչ հարցեր առաջ կայնի մեր բնակչությունը, որ չգիտես ինչ պատճառներով դուրս է կստանան, վենոր հնարավոր է մերկով կազմակերպել, վերը հնարավոր չէ մերկով կազմակերպենք ամենաբարձր կլինիկաներ, այնպես որ հետ կապված խնդիր կա, բայց չեմ կարծում որ հիմի այսպես որ անդադ բանը, այս տեսակ որ пассивություն կա դեմի պոլիկլինիկա, դա իրոք է դեռ պատճառը կա որ այսքան пассив են։ Երևի կամ ինֆորմացիայի պակաս կա կամ ինչ որ մետեղ եմ չգիտեմ, այս պահին չեմ կարող ասել ինչն է պատճառը որ այսքան пассивություն կա բնակչության կողմից, բայց բնակչությանը հորդորեմ որ ավելի ակտիվ եղնեն։ Իսկ որակական փոփոխությունների հետ կապված, նոր սերվիսների հետ կապված մինչև ամսվա վերջ մենք կունենանք անպայման ռեզուլտատ։ Ինչ վերաբերում է ստացիոնար ծառայության հետ, ստացիոնար ծառայությունը նույնպես ես իշխանով որ նկատել եմ արդեն մեր հիվանդները ավելի շատ ամենաթեթև հիվանդությունները, ամենաթեթև ստացիոնար բուժումները, չգիտես ինչի արդեն փորձեն դուրս տեղ ստանալ, դրա անհրաժեշտությունը բացարձակ չկա, ստացիոնարը մենք ինչ կոդեր ունենք, մենք ինչ հիվանդությունների ցանկ ունենք, որոնք որ մենք կարող ենք այստեղ տեղում բուժօգնություն ցույց տալ, դրա խնդիր չկա, կարող են հանգիստ նույն բուժօգնությունը ստանալ այստեղ։ Անազների մասով էլ խնդիր չկա, անհրաժեշտ անազների ցանկներ ունենք, բավականին որակյալ անալիզներ ունենք ու այդ որակյալ անալիզները այնպես որ ես եմ դրա գնահատականը տալ, ես ուզում եմ հորդորել բնակչությանը, հիշեցնել որ լաբորատորիան ամեն ամիս գարե կոնտրոլ կոչվի, էլի, երբ որ անալիզների որակական ստուգումը կանցկացվի դուրսը, ասենք թե Գերմանիայում, ամեն ամիս լաբորատորիանց կամ 3 ամիսը մեկ կամ ամիսը մեկ անգամ լաբորատորիայից գալիս նմուշներ են վերցնում, կոնկրետ անալիզների հետ կապված ուղարկում են արտասահման կամ Վրաստան, Թիֆլիս ավելի բարձր լաբորատորիաներ ստուգում են մեր կատարած անալիզների որակը։ Մենք ունենք բարձր ցուցանիշ, որակական առավել լաբորատորիայի։ Դա այնպես որ ցանկալի կերնի անտեղի տեղը ամեն մի հասարակ անալիզի համար չեն հասնել ինչ որ ուրիշ հիվանդանոցներ կամ քաղաքի Թիֆլիսի հիվանդանոցներ կամ առանց ճաշտելու հասնել թե ինչ է ստանալ ինչ որ մի անալիզ, որը հնարավոր է նաև ստեղ շատ հանգիստ լինել ու ստանալ։ Բնակիչների խոսքով կլինիկան ապահովում է մի շարք արտոնություններ թոշակառուների, հաշմանդամություն ունեցողների եւ այլ սոցիալապես խոցելի խմբերի համար, ինչը մեծապես նպաստում է համայնքի բարեկեցությանը։ Հիվանդանոցեն կօգտվեն, քանի որ շաքար ունիմ, կան տեղեր որ առանց փողի։ Գնացել եմ անալիզ եմ դեպի առանց փողի։ Ված չէ, լավ է, չենք ես թաղքել եք, չենք ես դա Թիֆլիս, վերաբերմունքը շատ լավ է, բժիշկներուն է, թե քույրերուն է, ես դժգոհ չեմ, շատ լավ է,
լավ մասնագետներ մենք շատ ունենք, Լեննական, Երևան, որոնց ջավախքից են ունեն, բայց այնտեղ կաշտի, վեշացել են ունեք աշխատին։ Ես գտնեմ որ սեխալ է։ Պիտի կան իրենց ծննդավայրը աշխատին, մարդկանց լավություն են, մարդիկ հարգել սիրեն իրենց, այնտեղ որ Հայաստանում մեջ կեստանք կան սիրեն կհարկենք, եթե ստեղ աշխատային, ավելի լավ գալեր, լավ մասնագետին։ Ինձ թեթև մասնագետ չէ, շատ լավ մասնագետ, շատ ընդիր մասնագետին, բայց կարիք ունի, եթե լավ մասնագետ ունենք, չունենք չէ, բայց այն պարծության վրա չէ, ինչ որ ասենք մնացել են Երևան ու Լեննական աշխատի մեջ երիտասարդները, որ իրենք կային լավ գալեր, շատ լավ գալեր, մենք ախարգելեք չէինք եստա, տիլվիզ վապշե մորանայինք, այդ մեկ իշմոր մեր տեղեքը մետացեն, որ վեշացնեն ու կան եստեղ աշխատին, ինչ տարբերություն, քու ժողորդի լավությունը գենես, քու ժողորդը այնտեղ Հայաստանը մեր ժողորդն է, մեր հայն է, բան չունեմ ասելու, բայց ծննդավայրը ուրիշ է։ Այս էտապի համար հələ ինչ ունենք դա պետք է զարգացնենք, այսինքն սոցիալ ֆոնդը գոյակաները պետք է ավելցնենք, որովհետեւ ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան ստացանալ բուժում ստանալ, հետո ինչ չէ նաև տարբերակ է առաջի ուռովնյայի ինտենսիվնի ռեանիմացիա ունենալու հարցը, որը շատ հանգիստ հնարավոր է լուծել, դրան անպայման կանդրադառնանք մինչև մոտ երևի իմ հաշվարկներով 3 ամսվա ընթացքում երևի որ կարողանանք նաև այդ հարցին հասնենք նրան, որ այդ հարցը քննարկենք, որպեսզի մեր կողմեր միջին ծանրության հիմնները չհասնեն ուրիշտեղ ստեղ բուժում ստանան։ Էմերջենսի սերվիսը բավականին ակտիվ է, ինչ հիվանդներ ինչքան հնարավոր է մեր մոտ սերվիս ստանալ, մեր ունեցած մասնագետներով, տեղում տվյալ սերվիսը մենք սպասարկում ենք։ Հիմա ակտիվ աշխատում ենք Թիլվիզու եւ այլ մեր գլխավոր օֆիսը կադրերի հարցում հիմա ակտիվ փնտրտուկի մեջ ենք, թե որտեղից կարող ենք կադրեր, ինչ կարգի կադրեր կարող ենք ավելցնել կլինիկայում, ունենանք ավելի մեծ ակտիվություն, դեռ հələ շունդ է, այսպես հիվանդանոցային սերվիսը 1-2 օրով կամ 1 ամսով կամ 2 ամսով դες հեշտ չի, որ միանգամից դառնանք, ասենք այդ տեսակ, այսքան բան։ Դրա համար եւ ժամանակ է պետք եւ շատ մեծ աշխատանք ու ահռելի ռեսուրսներ, այդքան հեշտ չի։ Քանդելը հեշտ է, բայց տվյալ սերվիսը ստանալու համար, տվյալ սերվիս ապահովելու համար շատ մեծ ջանքեր են պետք, որ կարողանանք ինչ-որ մեկ ավել սերվիս ապահովել։ Ինչպես նշեց Արմեն Զալալյանը, առաջնային նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ հիվանդները կզգան իրենց ապահով, իսկ բուժհանձնակազմը գնահատված եւ մոտիվացված։ Նա նաեւ ընդգծեց համայնքի հետ համագործակցության կարեւորությունը։ Կլինիկայի ակտիվությունը ինչքան որ մեզնից է կախված, այնքան կախված է նաև բնակչությունից, թե ինչքան պահանջատ իրական կեղնին, ինչքանով կօգտվին հիվանդանոցից, ինչքան շատ օգտվին հիվանդանոցից, ինչքան շատ պահանջգոհ դեղնին սերվիսների հետ կապված, ինչքան վստահություն ցուցաբերեն մեր հիվանդանոցին, այնքան մենք պարտավորություն կունենանք ել ավելի կամ զարգացնել նոր սերվիսներ, բանալ ինչ-որ նոր ծառայություններ մատուցել 5 շաբթի յուրաքանչյուր 5 շաբթի օրը ուզում ենք արդեն տեղում վարորդների, վկայականների փոխելու հետ կապված կամ վարորդական վկայական ստանալու հետ կապված աղքալագի հիվանդանոցից ստանում են փսիխո, չէ, կոչվածը առողջության մասին տեղեկանք, որ առնում են աղքալագի հիվանդանոցից, մենք այս շաբաթվա 5 շաբթի օրը ուզում ենք արդեն դա փորձնական ստացվեցնել մեր մոտ։ Լրացիչ ինֆորմացիա կեղնի, բայց կունենանք այդ սերվիսը արդեն 5 շաբթի օրը, որովհետեւ վարորդական իրավունք փոխելու համար կամ ստանալու համար, ովքեր առողջության մասին տեղեկանքը վերցնում են հարևան աղքալագի հիվանդանոցին, արդեն այդ տեղեկանքը վերցնեն մեր մոտից յուրաքանչյուր շաբաթվա 5 շաբթի օրը։ Հուսանք, որ նորանշանակ մենեջեր Արմեն Զալալյանի ներկայացրած ծրագրերը շուտով կվերածվեն իրականության։ Այս նպատակին հասնելու գործում մեծ դեր ունի համայնքի աջակցությունը։
Տեղացիները վստահություն են հայտնում կլինիկայի նոր ղեկավարության եւ պատրաստակամ են համագործակցել բժշկական ծառայությունների որակի բարձրացման հարցում։ Բնակիչների ակնկալիքն է, որ բարեփոխումների արդյունքում զարգանա Նինոցմինդայի առողջապահական համակարգը եւ անհրաժեշտություն չլինի բուժօգնության համար դիմել այլ քաղաքների կամ շրջանների հիվանդանոցներին։